Երբ է պետք դիմել լոգոպեդի։ Եթե հնարավորություն ունեք դիմելու մասնավոր լոգոպեդի, ապա առաջին անգամ դա արժե անել 1,5 տարեկանում։ Մասնագետը կգնահատի երեխայի հաղորդակցման հմտությունների զարգացման սկիզբը։ Եթե լուրջ շեղումներ չեն հայտնաբերվի, ապա լոգոպեդի հաջորդ այցելությունը կարելի է պլանավորել 2,5 տարեկանում։ Սա անհրաժեշտ է խոսքային արտահայտությունների ձևավորումը հետևելու համար։ Բայց եթե 2 տարեկանում երեխան դեռ չի խոսում, դա արդեն լուրջ անհանգստանալու պատճառ է և պետք չէ սպասել մինչև 2,5 կամ 3 տարեկանը, այլ պետք է շտապել մասնագետի խորհրդատվության։ 3 տարեկանը խոսքի արագ զարգացման շրջան է։ Եվ եթե այս փուլում բաց թողնենք խանգարումների ձևավորումը, դա կարող է հանգեցնել արտասանության և կցվածքի հետ կապված խնդիրների։ Այդ պատճառով, նույնիսկ եթե ակնհայտ խնդիրներ չկան, լոգոպեդի այցելությունը ավելորդ չի լինի։ Հաջորդ փուլը 5 տարեկանն է։ Այս ժամանակ երեխայի խոսքը պետք է լինի մաքուր և շրջապատի համար հասկանալի։ Բայց եթե նա բառերում վանկերը շփոթում են, հնչյունները չի արտաբերում, խոսում է այնպես, կարծես բերանում կաշա ունի և նրան միայն ծնողներն են հասկանում, ապա անհրաժեշտ է շտապ դիմել լոգոպեդի, որովհետև հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել դպրոցում անհաջողությունների։ Նաև, եթե նկատում եք, որ երեխայի խոսքում կծկտորություններ կան, դա կարող է լինել կակազման զարգացման նշան։ Այս դեպքում չպետք է հետաձգել լոգոպեդի այցելությունը։ Եվ վերջապես, ավելորդ չի լինի երեխային ցույց տալ լոգոպեդին դպրոց ընդունվելուց առաջ և առաջին դասարանը ավարտելուց հետո սկզբում ստուգելու համար խոսքային պատրաստվածությունը դպրոցին, իսկ հետո համոզվելու, որ ընթերցանությունն ու գրելը երեխայի համար դժվարություններ չեն առաջացնում։